Բարերիս, այսօր մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Ռաֆի Հովհաննիսյանը ցանկացողների հետ ուղևորվում է Եռաբլուր։ Իսկ ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ռաֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը, որին հրավիրված են նաև Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։ Ժողովուրդը պահանջում է նրանց հրաժարականը։ Ամերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունը կապ ունի հանցագործությունների աճի հետ։ Այն քաղաքներում, որտեղ օդը մաքուր չէ, ավելի բարձր է հանցագործությունների թիվը։ Պատճառը կապարն է, որը կարող է մեքենաներից առաջանալ։ Կապարը մարդու նյարդային համակարգի վրա ազդեցություն է թողնում, որն իր հերթին կարող է հանցագործությունների հանգեցնել։ Գիտնականներն ասում են, որ եթե ձեր քաղաքներում ջրի խողովակները կապարից են, նախքան ջրի օգտագործելը թողեք այն մի քանի վայրկյան հոսի, ապա օգտագործեք։ Բիթլզի հայտնի համերգներից մեկի նկարները աճուրդի են դրվել։ Աճուրդը տեղի կունենա մարտի 22-ին։ Նկարների հեղինակը անիմատոր լուսանկարիչ Մարկ Վայնստայնն է։ 50 տարի առաջ կայացած համերգն առաջինն էր, որ հսկայական ստադիոնում տեղի ունեցավ։ Կանխատեսվում է, որ նկարները կվաճառվեն մոտ 15,000 եվրոյով։ Երևանում այս պահին ձրերի բարձր 4 աստիճան է, ձայնացած եղանակետեսյանն ամբողջ Հայաստանում։